անգամ միասին երգել այս երգը եւ ինքդ քեզ ասա այսօր օր է որ դու մաքրես քո սրտի պատուհանը բաց անես մաքրես որ Տերը ներս գա եկեք միասին միաբան նորից երգենք այս երգը եւ ուրախ սրտով երգենք եւ ասենք Տեր մենք ուզում ենք այսօր հանդիպել քեզ որտեւ քո ներկայությունը փոփոխություն է առաջացնում ինչ որ մեկին ասա քո Տիրոջ ներկայությունը փոփոխություն է առաջացնում Կվախտաս, որ թշնամին պիտի հաղթե Դուրսդ խավարներսդ ավելի մութ է Մաքրե աղտոտ պատուհանը դուրդ լայն բաց Քիչ մը արև թողնես Այո, դու ճիշտ ես անում, ծապ դու ուրախացի ծծա Քիչ մը արև թողնես Ուրախ Քիչ մը արև թողնես Մաքրե աղտոտ պատուհանը դուրդ լայն բաց Քիչ մը արև թողնես գա Ուրախացի ծծա Մաքրե աղտոտ պատուհանը դուրդ լայն բաց Քիչ մը արև թողնես գա Խնդիրներով հավատքը կկայանա Եվ աղոտքը տան պատասխան կմնա Մաքրե աղտոտ պատուհանը դուրդ լայն բաց Առատ արև թողնես գա Աս առատ արև Առատ արև թողնես գա Առատ արև Առատ արև թողնես գա Մաքրե աղտոտ պատուհանը Մաքրե աղտոտ պատուհանը դուրդ լայն բաց Թող Հիսուսը քո մեջ գա այսօր Մաքրե աղտոտ պատուհանը դուրդ լայն բաց Թող Հիսուսը քո մեջ գա Կուզես երկնից ճամփուն մեջ ուրախ քայլես Կուզես խավարնասնի պայծառ լույս տեսնես Մաքրե աղտոտ պատուհանը դուրդ լայն բաց Թող Հիսուսը քո մեջ գա Հələ մի հատ մի տխրեք Թող Հիսուսը քո մեջ գա Թող Հիսուսը քո մեջ գա Մաքրե աղտոտ պատուհանը դուրդ լայն բաց Թող Հիսուսը քո մեջ գա Մաքրե աղտոտ պատուհանը դուրդ լայն բաց Թող Հիսուսը քո մեջ գա Հալելույա Թող Հիսուսը քո մեջ գա Թող Հիսուսը քո մեջ գա Մաքրե աղտոտ պատուհանը դուրդ լայն բաց Թող Հիսուսը քո մեջ գա Մաքրե աղտոտ պատուհանը դուրդ լայն բաց Թող Հիսուսը մեր մեջ գա Հալելույա Ամեն Տերը օրդի սիրելի եկեղեցի կարող եք զբաղեցնել ձեր տեղերը Նստեք Բարաբան ծախում Տերը օրդի ձեզ Հրաշալի օր այսօր Եվ ես ուզում եմ, որ դու ճանաչես Աստծուն և ճանաչես քո մեծությունը Աստծո մեջ Ճանաչել Աստծուն և ճանաչել ով ես դու Աստծո մեջ, սա շատ կարևոր է Եվ ես ուզում եմ, որ դու այսօր սխալ մտածելակերպից, սխալ գաղափարներից ընդհանրապես հեռու մնաս Եվ այսօր ժամանակ եկել է, որ դու պատերազմես և հաղթես, ասես պիտի այսօր պատերազմեմ Եվ գիտես, հենց այսօր ծառայությունից առաջ ես ասեցի, հիմա ես դուրս եմ գալի և խավարի գերության ուժերի դեմ եմ խոսելու, հենց հիմա Հիսուսի անունով, որտև խավարի գերությունը ավելի մեծ չէ, քան իմ միջի Աստվածը, իմ մեջ ապրող Աստվածը, որտև առաջի Հովհաննես 4:4-ում գրված է, ձեր միջինը, այսինքն մեր մեջ ապրող Աստծո հոգին ավելին է, քան այս աշխարհի իշխանը։ Գիտեք, երբ որ Տեր Հիսուսն ասեց, ահա գալիս է այս աշխարհի իշխանը, բայց մեր վրա իշխանություն չունի։ Այս խավարի իշխանը, այսինքն խավարի գերության այդ մեկը, որ շատ շատերին գերի է պահում, ինձանում եւ քեզանում ոչինչ չունի, ասա ինձանում ինքը ոչինչ չունի, եւ այսօր ես հայտարարում եմ երկնքի եւ երկրի առաջ դևը պարտված է իմ կյանքում, ժողովրդի կյանքում, այս ընտանիքում, Աստծո ժողովրդի կյանքում
Հիսուսն ազովրեցանով եւ ես հայտարարում եմ լիարժեք ազատագրություն եւ բժշկություն, որտեվ Տեր Հիսուսը 2000 տարի առաջ արդեն հաղթել է, ինչ որ մեկին ասա նա արդեն հաղթել է, ոչ թե այսօր պետք է հաղթի, այլ 2000 տարի առաջ նա հաղթել է եւ հաղթանակը տվել է իր եկեղեցուն։ Սիրելի եկեղեցի, Աստված պարտություն չունի, եւ Պետրոսին ասեց, Պետրոս, ես քեզ ասում ժայռ եւ դժոխքի դարպասները չեն կարող հաղթել քեզ, դժոխքի դարպասները չեն կարող հաղթել ում եկեղեցուն։ Ես քեզ ասում եմ, դու կլինես ժայռ, այսինքն դու կլինես մեկը, որ կլինես կղեկավարես եւ կկանգնես եկեղեցում, եւ դժոխքի դռները եկեղեցուն չեն կարող հաղթել։ Եկեղեցու գլուխը ով է Աստված։ Եկեղեցու գլուխը Քրիստոսն է։ Եթե մարմնին կարա հաղթի դևը, ուրեմն նշանակում է հաղթում է նաև գլխին։ Ինձ հետ ես։ Եթե մարմինը եկեղեցու, եթե եկեղեցու գլուխը Աստված է եւ մարմինը եկեղեցին, ապա մարմինը եւ գլուխը իրարից տարանջատված չեն, քո մարմինը կտրված չի, առանցին չէ քո գլխից։ Նշանակում է, եթե ինչ-որ մեկը կարող է պատերազմել Աստծո դեմ, կարող է արդյոք դևը պատերազմել Աստծո դեմ, իհարկե ոչ։ Եվ Տեր Հիսուսը, երբ որ եկավ եւ կանգնեց առաջի բանը, որ խոսեց գերիների ազատագրության մասին է, Ղուկաս ավետարան 4:18-ում ես եկա գերիներին ազատում արձակելու։ Մինչև Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը ամբողջ աշխարհը գերության մեջ էր, գերության մեջ։ Այսինքն սատանայի տիրապետության մեջ, որտեղ մարդը Ադամը ինքն իրենով հանձնել էր իր իշխանությունը կամ պարտվել էր։ Պարտվել էր եւ ամբողջ իշխանությունը հանձնել էր ինչ որ մի անորակի, ինչ որ մի չեղածի։ Բայց Տեր Հիսուս Քրիստոսը եկավ, հաղթեց եւ այդ ամբողջ իշխանությունը տվեց մեզ եւ դևը պարտվեց 2000 տարի առաջ։ 2000 տարի առաջ ասում տեսնում էի սատանային, որ կայծակի պես վայր էր ընկնում։ Նշանակում է նա երբեք չի կարող դուրս գալ եկեղեցու դեմ եւ կռվել եկեղեցու հետ։ Նրա կռիվը կարա լինի անհատի հետ, մարդու հետ, չգիտեմ, բայց եկեղեցին ինքը ամբողջ է եւ Քրիստոսի մարմինն է եւ երբեք նա ռիսկ չի անի այդ մարմնի դեմ կռվի դուրս գալ, հասկանում ես, եթե դու այսօր չես հասկանում ով ես դու եւ չգիտես քո մեծությունը Աստծո մեջ, նշանակում է դու կլինես եկեղեցուց դուրս ինչ որ մի տարանջատված անհատ եւ ինչ որ մեկը կարա գա ու ինչ որ սես կռիվ անի, էլի քո այդ դևը։ Եվ ես այսօր ծառայությունից առաջ абսուրդի բան եմ լսում, ասում դե դևը քնած չի, մարդը եկավ ապաշխարեց, դևն ընկավ հետևից, այդ դևը ով է, որ ընկավ ապաշխարեց մարդու հետևից, լսեք, դևը պարտված է, նման գաղափարախոսություններից, նման հասկացողություններից իսպար հեռու մնացեք, դա սուտն է սատանայի, դա դևից է, կամ ջրով մկրտվեցիք, հեսա փորձության եք ենթարկում, ով է ասել, որտեղից ձեզ նման գաղափարներ, ես նման բան ձեզ չեմ սովորեցրել։ Ես միշտ սովորեցել եմ, եթե դու ընդունեցիր Քրիստոսին, սատանեն դրվեց քո ոտքերի տակ, վերջ։ Հիսուսն է գլուխը, դու մարմինն ես եւ դու առաջին օրից, որ արդեն ընդունել ես Տեր Հիսուսին, դու արդեն հաղթել ես։ Աստված հաղթանակը տվել է ինձ եւ քեզ, տեսնում ես սատանային, որ կայծակի պես երկնքից վայր էր ընկնում։ Եթե մենք հոգեվորապես չենք ապրում, կարան կներեք։ Եթե մենք պատերազմը չգիտենք ինչ բան է եւ չենք կարողանում պատերազմել խավարի ուժերի դեմ, նշանակում է մենք գերի ենք։ Այսօր եկեղեցում 99% մարդիկ գերի են։ Հիմա ես ես абսուրդի բոլոր եկեղեցիներում, բայց պիտի այդպես չլիներ։ Հիսուսը եկավ ինչ անելու, գերիներին ազատում արձակելու եւ Տիրոջ խոսքն ասում է, հիրավի եթե որդին ազատի ձեզ, Հովանու 8:36-ը, եթե որդին ազատի ձեզ, բոլորդ ազատ կլինեք։ Հիմա տեսեք, ամունիստիա է եղել 2000 տարի առաջ մենք գերի էինք, մենք բանտում էինք, մենք չգիտեինք ով Աստված, եւ 2000 տարի առաջ Տեր եկավ մեզ բանտից արձակեց, ասես բանտի դռները բաց են, դուրս եկեք գնացեք, դուք այստեղից չեք։ Դուք երկնային քաղաքացիներ եք, մեր քաղաքացիությունը երկնքից է, եւ մենք էլ ունենք Աստծո հոգի, որ ամեն օր պետք է ասենք, ոչ թե ամեն օր ես պետք է ասեմ դևը պարտվածա, դևը պարտվածա, լսեք, ես չեմ էլ հիշում, որ դև կա։ Հավատում եք։ Ինչ որ մեկը կարող ամեն օր ասի, դե սատանեն պարտվածա, սատանեն պարտվածա, գիտես ինչ որտեղ վախենում է։ Եթե մարդ ամեն օր ասում է դևը պարտվածա, սատան պարտվածա, ինչ գործ ունես սատանայի հետ։
Աստվածաշունչն ասում է հակառակ կանգնեք սատանային եւ ինքը կփախչի ձեզ այնց վերջ։ Ինչպես մեր մտածելակերպով, մեր հասկացողությունով, մեր կանգնելով, մեր Աստծո հետ մտերմանալով եւ իրան հակառակ կանգնելով, այդով կարա Աստծո մոտիկին բան ասի։ Այսօր ինձ ասում են ինչ որ մարդիկ եկան ասեցին սենց։ Լսեք, եթե դու ունես կրիշ Աստված, մեր կրիշը ծածկոց Աստվածա։ Դեցա դետես չի։ Հիմա մարդիկ գնում են, որ աշխատանք է սկսում, գնում են ինչ-որ իրանց նոր կրիշներ են, չէ՞, վերցնում, ասում են, այդ համա այս մեկին վեկալ են, որ ինձ մոտիկացող չլինի, միլիցիա չմոտենան, գողականները չմոտենան։ Ես այսօր ձեզ ասում եմ, մենք Հովանու ծածկոցի տակ ենք, Սաղմոս 91։ Իսկ Հովանու ծածկոցի տակ բնակվողը ամենակարողի շուքի տակ է ինչ անում, հանգստանում։ Հիմա ես ամեն օր sense գաղափար ունեմ, որ ես Աստծո զորավոր մարդն եմ, Աստծո հոգինի մեջ, հա։ Երբ որ ես նստում ինքնաթիռ, մարդիկ sense սկսում են աղոթել լեզուները։ Վախից։ Հավատում եք։ Բայց ես որ նստում ինքնաթիռ, գիտեք ինչ եմ, քնում եմ։ Միշտ տեղ եմ ման գալիս, որ ազատ 3 տեղանոց տեղ լինի, ու ես պարկեմ ու քնեմ։ Ինչ կլինի, չի լինի, ինձ հետաքրքիր չի։ Ես քնած եմ։ Այս վերջ, այդ հանգստի տեղից, որ գալիս ենք Սպարտակետ, քնած է, էլի տես միշտ լինում է, էլի, որ այդ 3 տեղանոցները, այս անգամ էլ 3 եմ տենց եկել, էլի 3 տեղանոցին քնած եկել եմ, զարդեցի, քնած էի, զարդեմ տենամ սող ինքնաթիռը խառնվել էր, ինչ ա եղել, մի հատ աղջիկ ա վատացե, ասում սպոտ բաղոթի, հենց էլ լստա այդ աղջիկը տեսա արդեն լավ ա, թե չէ վինուզերի բան էր, պասատկա էր անել ուրիշ տեղ, բա մենք ով ենք, ճանաչեք ձեր մեծությունը Աստծո մեջ, եթե դու ինքնաթիռում ես, ինքնաթիռում մարդ ա վատացել, դու այն մարդն ես, որ մի անգամից ասում ես, Տեր, դու այստեղ ես եւ վերջ։ Գիտեք, 2 եղբայրներ կային, Ջեֆրիս եղբայրները, շատ եմ այս մասին խոսել, իրանք երկուսով ոչ ուսում առած մարդիկ են, ոչ երկար բարակ տարիներ գնացել էին, աստվածաբանական դպրոցներ էին սովորել, ոչ չգիտեմ ինչեր էին արել, բայց մի բան գիտեին, Հիսուսը փոփոխություն է առաջացնում։ Եվ գիտեմ, որ եթե Հիսուսը այստեղ է, ուրեմն ամեն բան փոխվում է։ Եվ ասում են իրանք քայլում էին փողոցներով եւ ասում են Հիսուսն այստեղ է եւ թևեր էին աճում, կտրված մարդկանց թևերը աճել է, սա եկյալ չէ։ Հիսուսն այստեղ է եւ վերջ։ Հիսուսն այստեղ է։ Մի անգամ Ալենը, Աստծո գեներալներից մեկն է։ Եվ ասում է մարդիկ ժամերով, սենց չգիտեմ, տանջում են, գոռում են, դև դուրս արի։ Եվ դիվանը չազատագրվում, և Ալենը գնում նստում այս մարդու կողքը մի անգամից ազատագրվում է, և ասում է, ինչ ասեց քեզ Ալենը, ասում է դևին ասեց, ես Ալենն եմ, և դևը դուրս եկավ։ Ես Աստծո ծառան եմ, ես Ալենն եմ, ես Նելին եմ, ես ինչ մարդն եմ, մի մոռացեք ձեր մեծությունն Աստծո մեջ, ով եք դուք, ձեր մեծությունն Աստծո մեջ, ոչ թե տրվեք խավարի գերությանը, խավարի գերության իշխանությանը, այլ տրվենք այսօր Աստծուն եւ ասենք, ես գիտեմ ում եմ հավատացել։ Եվ եթե Աստծո հոգին իմ մեջ է, եթե Աստված է իմ հետ, ապա ով կարա լինի ինձ հակառակ, եթե Աստված է իմ հետ։ Գիտես, ես չի եղել մի անգամ, տանից դուրս գալուց չասեմ, Տեր իմ հետ արի։ Ինքնաթիռ նստելուց չասեմ, Տեր իմ հետ եղի։ Եթե ասեմ Տեր իմ հետ արի, ուրեմն Տերը իմ հետ է։ Ինչ ուզում ա լինի, Տերը իմ հետ է, ուզում ա այն բաներն ընկնի, որ սեն մարդիկ սեն սկսում են աղոթել, ես ասում Տերը իմ հետ է, վերջ։ Լսեք, հասկացեք, ով եք դուք, Աստված ձեզ ընտրել է, որ դուք ճանաչեք, որ դուք հզոր եք։ Աստծո մեծությունն է ձեր մեջ, եւ սա հեքիաթ չէ։ Ամեն օր հիշեք, Աստված ձեր հետ է, ամենակարող Աստված, գիտեք ով Աստված։ Ոչ մեկ չի կարող իմանալ մինչև վերջ ով է Աստված։ Աստված հոգի է եւ ամեն բան մնաք Աստծո մեջ, նա գերհզոր Աստված է։ Աստծո համար աննարին ոչինչ չկա, ինչ որ մեկին ասա, Աստծո համար ոչինչ չկա աննարին։ Ամեն բան հնարավոր է, եթե Աստծուն ես հավատում, ասա ամեն բան։ Եվ եթե հանկարծ դու կտեսնես, որ ինչ-որ ճանապարհ ես անցնում, մի ասա, դե մարդի համար մեկին տարա ապաշխարության քարոզ արեցի,
հարցակվա վրես, ինքով որ հարցակվի քո վրա։ Լսեք, ես չլսեմ նման բան, գաղափար այլևս այս եկեղեցու։ Դու արեցիր եւ զորացար եւ Աստված քո հետ եղավ ավելի շատ։ Ասա Տերը բարի է, ինչ որ մեկին ասա բարի Աստված, եւ Աստված ամբողջ իշխանությունը երկնքում եւ երկրի վրա ինձ է տվել, որպեսզի ես լինեմ ով հաղթող։ Հերիքա նվնվակ, հերիքա վախենակ։ Եսայա 14:17 Աշխարհը անապատ էր դարձնում եւ նրա քաղաքները ավերակ էր անում եւ նրա գերիները չեր արձակում տուն գնալու։ Տեսեք, սա հակառակորդի մասին է, աշխարհը ավերակ էր անում եւ գերիներին չէր թողում որ տուն գնային։ Եվ գերիներին չէր ուզում արձակել, նա չի ուզում գերիներին արձակել։ Եթե դու ինքնակամ գնում եւ գերի ես դառնում, դու ես դառել գերի։ Դու ես տենց ուզել։ Դու ես դառել մեղքի գերի, խմիչքի գերի։ Օրինակ ես չեմ հասկանում այն մարդկանց, որ տղամարդ են, կարքին տղերք են, էլի, ու խմում են սենց են մանգալի։ Լիման դու քեզ կողքից տես կամ ես մի օր նկարեմ քեզ եւ ասեմ, այ դու նորմալ ժամանակ այսպես լավ տղա ես, բայց երբ որ դու խմում ես, լավ տղա չես։ Դու ինչ որ մեկն ես, որ քեզ ճոճում են։ Դու ինչ որ մեկն ես, որ քեզ ուղակի քայլացնում են եւ դևը մտնում է, մեջը դու սենց ես քայլում։ Գիտեք, ես այսօր եկել եմ գերիներին ազատում արձակելու։ Ինչպես որ Տերն ասեց, ես եկել եմ գերիներին արձակում արձակելու։ Տիրոջ ընդհանալի տարին հրճակելու, որ կույրերը տեսնեն, կաղերը քայլեն, որ կույրերը տեսնեն, եկեղեցում շատ կույրեր կան, որ տեսնեն, որ խուլերը լսեն, որ կաղերը քայլեն, որ գերիները ազատում արձակվեն, այսօր այդ օրն է, հասկանում եք։ Գիտեք, շատ կարճ ժամանակով է Երևանում, 2 օր է Երևանում ընդամենը, այդ միսօրն էլ կեսօրից հետո Սևան էի գնացել, եւ միտեղ Սպարտակն ասաց արի գնանք միտեղ էի ուզում գնալ, չի ուզում գնալ, ասում էի չեմ ուզում, շոկ հա ժամանակ չկա եւ միտեղ գնացինք, հանդիպեցի, հարազատ մարդկանց էի հանդիպելու, բայց նաեւ այդտեղ կար մի աղջիկ, որ ինչ էի ճանաչում, առաջին անգամ պիտի տեսնեի։ Երբ որ տեսա այդ աղջկան, երիտասարդ աղջիկ էր։ Ես այսօր դուրս եմ գալու աշխարհի դեմ։ Եվ այն մարդկանց, որ դևը գերի է բռնել, իրաց պիտի ազատագրեմ Հիսուսի անունով։ Եվ այդ աղջկան, երբ որ տեսա, գիտես երիտասարդ աղջիկ էր, տենց փոքրիկ մարմնով, տենց մազերը ուղակի սենց հետ սանրած տղամարդու նման, եւ իրան դրել էր Դոն Կարլեոնի տեղը։ Լուրջ եմ ասում։ Երիտասարդ աղջիկ ու թզբեխով, թզբեխը ձեռը ու խոսալցել բերանը ծռում ասեն։ Սենց ինչ-որ գողականի տակ մնացած, բան սենց ոնց որ կերել է, էլի սատանայի կուտը կերած մարդ։ Ու սենց նստը ինչ հյուրասիրեմ, բան դե օբյեկտ էր, տենց վեկալի աշխատասնում, ինչ հյուրասիրեմ, վերջս է։ Նայեցի խղճում եմ, ասում եմ, Տեր Աստված, այսով այս մարդը, այս աղջիկը։ Ու սենց ուզում ասում, չի սազում էլի աղջիկ ես թզբեխը ձեռը, դու բերան, զգտնաս։ Ինձ հարցին ինչ կարծիք ունես իրա մասին, երբ որ ինքը մի մոմենտ դուրս եկավ, ասի կասեմ։ Ոչ հետևից, այլ իր առաջ։ Եվ որ այդ աղջիկն եկավ նստեց, ասեցի լսի, դու ուժեղ չես։ Դու ցույց ես տալիս քեզ ուժեղ։ Քո ներսը այնքան խփված է, ես իրան չէի ճանաչում, չգիտեի ինքով է։ Ասի քո ներսը շատ խփված է։ Դու շատ վիրավորված ես։ Շատ անտանելի ցավեր ունես ու ներսդ այնքան նուրբ ու թույլ է։ Ուղղակի բոլորին ուզում ես ցույց տաս, որ դու ուժեղ ես։ Միանգամից աչքերը լցրեց։ Ուզում էր լացեր, հեկեկալով էնել։ Այնքան խեղճ էր, այնքան մեղք էր, գերի էր, բռնված։ Ասի ցույց ես ուզում տաս ուժեղ ես, բայց քո մեջ ուժեղ ոչ մի բան չկա։ Ասի դե տենց հա պետք, որ տենց ցույց տամ։ Նստեցի, ասում էի Տեր Աստված, ոնց եմ ուզում իրան ազատագրեմ, օգնեմ։ Չորս աղջկա մեջ տեսնում եմ ցավ, տառապան, գերիա, բռնված։ Գիտեք, ամբողջ աշխարհում ինչքան sense գերի մարդիկ կան։ Վերջում ասեցի արի քեզ գրկեմ։ Գրկեցի, որ օծություն փոխանցեմ, գրկեցի, որ Աստծո հոգին, ես ներկայացա, ասի ով եմ ես,
Աստծո մարդ եմ, Աստծո ծառա եմ, հովիվ մարդ եմ, սենց գրկեցի իրան, գրկեցի շատ հուզվեց, դուրս եկա տեղից, հետո իմացա ով է ինքը, ինձ ասեցին, որ այո, վրեժխնդիր է ուզում լինի, վրեժխնդիր իր ծնողի համար, գիտեք ինչ է նշանակում վրեժխնդրություն, վիրավորանք, ցավից մարդիկ դառնում են գերիներ, ով ենք մենք աշխատած ենք նրա համար, որ օգնենք մարդկանց, որ սիրենք մարդկանց, գիտեք ես դատապարտելու համար չէի պատմում, ես այնքան խղճացի ու սիրեցի իրան, ասում էի, դեր ոնց օգնեմ, և ասեցի ես նմանատիպ մարդկանց Սպարտակին ասում էի, ուզում եմ շատ օգնեմ, դուրս գամ աշխարհի մեջ, որ մարդկանց օգնենք, մարդիկ ունեն Քրիստոսի կարիքը, սիրելի եկեղեցի, այսօր մարդիկ ունեն Քրիստոսի կարիքը, այ իրանք են, որ կուտը կերած են, սատանայի կուտը կերած, խեղճ վիճակում ապրում են, բայց Աստված ուզում է, որ մենք գործենք, ասես պիտի գործեմ, գիտեք, մենք այսօր այնքան զբաղված ենք մեր գործերով, եկեղեցին այնքան զբաղված է իր առևտրով, իր չգիտեմ ինչով, Տերը եկավ, գիտեք ինչ ասեց, ուղղակի քանդեց, ասեց իմ տունը, առևտրի տուն եք սարքել, ամբողջ օրը մենք զբաղված ենք ինչ-որ բաներով, բայց աշխարհը կորուսյալ է, բայց ամբողջ աշխարհը գերության մեջ է, ինչ ենք մենք անում, սիրելի եկեղեցի, ուղղակի գալիս ենք մեր տաքուկ տեղերում նստում գնում ենք, սա է մեր ծառայության նպատակը, սա է մեր կանչվածությունը, թե մեր կանչվածությունը նմանվել աշխարհին եւ գերի գնալ, պոռնկության, շնության, չգիտեմ, խմիչքի, չգիտեմ, նարկոտիկի, հա, տենց է, դրա համար են մեզ, Աստված դրա համար է մեզ կանչել, մեզ կանչել է չար ընկերակցության, թե բարի վարքով, ինչի համար Աստված մեզ կանչել, որ մենք բարի վարք ունենանք, թե չար վարք ունենանք, թե մենք հանդիպենք իրար եւ իրար աչքերի մեջ չկարողանանք նայել, Տերը բարի, ասա Տերը բարի է, եթե դու ազատ լինես, Աստծո խոսքում գրված է, հիրավի, եթե որդին ազատի քեզ, հիրավի ազատ կլինես, եթե դու ազատ լինես, դու կճանաչես քո մեծությունն Աստծո մեջ, տեսար այսօր աղբերը քարոզում էր, սիրո մեջ վախ չկա, մի վախեցեք, բայց կա վախ այն մարդկանց մեջ, ովքեր նմանվել են Ադամին, Ադամ ուր ես, որ քո ոտքերի ձայնը Տեր լսեցի, ես վախեցա, ինչի, որովհետև մեղանչել էի քո դեմ եւ երկնքի դեմ, պետք է ճանաչել մեր մեծությունը եւ իշխանությունը Աստծո մեջ, ասես այսօր վերցնում եմ նոր որոշում, ճանաչել իմ մեծությունը իշխանությունը Աստծո մեջ եւ հիշի, եթե դու այլևս չես երկրպագում Աստծուն, դու գերի ես, եթե վաղուց քո մեջ չկա վկայության խոսք, դու գերի ես, եթե դու դատապարտում ես, դու գերի ես, եթե վախերի մեջ ես, դու գերի ես, եթե ալկոհոլը քեզ վերցրել է, դու գերի ես, եթե ուրիշ բաներն է քեզ վերցրել, դու գերի ես, ասես այսօր ուզում եմ գերությունից ազատվել, եթե ամեն օր դու բամբասանքի մեջ ես, դու գերի ես, եթե ինչ-որ սերիալներից չես կարում ազատագրվել, դու գերի ես, եթե հիվանդությունների մեջ ես, դու գերի ես, եթե ցավերի մեջ ես, գերի ես, եթե վիրավորանք կա, գերի ես, եթե վրեժխնդրության կա, դու գերի ես, ասա ես չեմ ուզում գերի լինել, ես ուզում ազատ լինել, ասա որտեղ Աստծո հոգին է, այնտեղ ազատություն է, թող այսօր քո սիրտը, հոգին, անձը ազատ լինի եւ այսօրվանից ամեն բան սկսի ազատությունով, որտեղ Տիրոջ հոգին ազատություն է եւ թարմաշունչ քամին է փչում, բերում վերջին անձրևն իր խոստմունքների, ասեք, արդարացնում հույսը սրտերի, իմ սեր առաջին, Արցակիր քո հոգին, թող փչի հոգու թարմքամին, ասա ես հոգու թարմքամին եմ ուզում, ոչ մի բանին գերի մի եղեք, ոչ սիրուն, ոչ զգացմունքներին, ոչ մարդուն, ոչ ինչ-որ մարդու, գիտես ինձ հարց են տալիս, և ասում են, բա ոնց կլինի, տենց որոշ ժամանակ դու Սպարտակը Հայաստանում դու Մոսկվայում ես, ասում եմ, մենք ազատ ենք, մենք ոչ մեկին գերի չի վերցրել, մենք ազատ ենք,
Եթե պետքա որ ինքը իրագործունեությունը հիմա այնտեղ անի, թող այնտեղ անի, եթե պետքա այստեղ անեմ, այստեղ կա։ Կարող է դու վերադառնաս գաս Հայաստան, Սպարտակի, ես Սպարտակին եմ խոստացել, որ ահա ես քո հետ կլինեմ Հավիտյան եւ ուր ասես կգնամ, ես Տիրոջն եմ ասել տենց։ Առաջին բանը, որ ես խոստացել եմ, դա ասումն է, այո, թող ամուսինները լինեն միաբան, լավ լինեն, բայց ես իմ Տիրոջն եմ առաջին ասել, Տեր, ինչ որ ասես անելու եմ, ուր որ ուղարկես գնալու եմ։ Եվ գիտեք հիմա ես ինչ էի հասկանում, մարդիկ գիտեք ոնց են ծառայում, որտեղ հարմարավետ է, որտեղ լավ է, որտեղ շատ ման կգան, որտեղ շատ երկրներ կգնան, որտեղ շատ հավես է, բայց առաքյալները տես չէին անում։ Երբեք չէին ասում հավեսի համար կծառայենք, որտեղ լավ անդեղ կծառայենք, որտեղ կոմֆորտ անդեղ կծառայենք։ Գնում էին տեղեր, որտեղ իրանց կծեծեին, կբանտարկեին, չգիտեմ, կնեղացնեին, կվիրավորեին, բայց այնքան մենք վիրավորվող ենք։ Վայ, հանկարծ բան չասեն, մենք կվիրավորվենք, հանկարծ հովիվ երկորից չի զանգեն, սպասի մի հատ նեղանամ, սպասի մի հատ բան անեմ, սենց մուննատ գամ վրեն, մի հատ ասեմ էդ էլ հովիվ, բա ժողովուրդը տեսար էդ ինչ արի ինձ բանատեղ չդրեցին։ Լսեք, տենց չի ավետարանի կյանքը։ Ավետարանի կյանքը այդ չի։ Ուժեղանալ եւ ծառայել Աստծուն։ Դու Աստծուն ես խոստացել, որ ես ուխտ եմ անում քո հետ։ Իմ ուխտը առաջին հերթին Աստծո հետ է։ Ուր կուղարկես։ Կարող է Հայաստանում վիճակը լավ է, գաս Հայաստանում ապրես։ Ոչ, իմ Տերը չասել գնա Հայաստանում ապրի։ Ոչ թե Հայաստանի հետ պրոբլեմ ունեմ, ես ոչ մի երկրի հետ պրոբլեմ չունեմ, դա իմ երկիրն է։ Այլ ես Աստծո հետ չեմ ուզում պրոբլեմ ունենամ։ Այլ ուզում եմ, որ ինչքան էլ դժվար լինի, ես պայքարեմ ու մաքարեմ։ Որ ինչքան էլ դժվար լինի, ես դժվարությունների մեջ հաղթեմ, որ դառնամ հաղթող։ Գիտես, ես այդ աղջկան ինչ ասեցի, ասի դու ճանապարհ ես անցնում, որ դառնաս հաղթող։ Ուղղակի դու այդ ճանապարհը կանցնես ու կդառնաս հաղթող։ Բայց մարդը մինչև ճանապարհ չի անցնում, ահա պետք է փափուկ կյանքը մի հատ բալիջ դնեմ գլխի տակ քնես, հանկարծ մի հատ չհոգնենք, բան չանենք։ Ես այսօր առավոտյան հոգնած էի, 4 հատ պերելիոտ էի արել, գիշերն էլ մինչև ուշ գիշեր, ուշ ժամի եկել եմ, նստած եմ եղել, առավոտյան մարմինս ասում է դե լավ, հիմա զանգի թող մեկը ծառայեն, էլի։ Հիմա գնում ես ինչ մի բան է, հիմա որ այսօր դու չգնաս ծառայես, ինչ է լինում։ Զանգի Արմանին, բան սենց խնդրի ասա, Արման ջան դու ծառայես քնեմ, այդ ասում է անձը։ Իսկ հոգին ասում է վեր կաց գնա ինչ հոգնած։ Այ հոգնած։ Վերկաց գնա մի ծառայությունը տարա, վերկաց գնա Աստծո առաջ։ Ես ընդամենը մի կիրակի եմ բացակայել, բայց ինձ թվայց 1000 կիրակի եմ բացակայել, որտեվ իմ համար ապրել է Քրիստոսն է։ Հա շատ լավ է գնացիր բասեյնում եք, սենց տվեցիր քեզ արևին ինչ տավելացավ։ Բայց Աստծո այդ ամեն բան ավելանում է։ Ամեն բան, ասա ամեն բան ավելանում է։ Հետո չքնես։ Ասա ամեն բան Աստծո հետ, եւ ես չտնամ մյուս անգամ դուք չորեքշաբթի օրերին բացակայեք։ Չլինի էլ տենց բան։ Բեմերից, կտուրներից, ամբողջ աշխարհով մեկը հայտարարեմ սրանից հետո։ Էս ինչ բաներ։ Ստեղից ասում են չորեքշաբթի օրը աղբերները չան գնում ենք հզոր մարդա ծառայում ու իրանք չեն ծառայում։ Լսի որ դու մի բան ես ասում, դու պետք է օրինակ լինես առաջինը։ Հետո ինչ գործ եք բացել, քեզ բան մենք էլ ենք գործ բացել։ Բան էլի, դե վсё, սաղաս պետք է ծապտանք բարենք, դու գործ եք բացել։ Չորեքշաբթի օրը կակ շտիկ։ Եկեղեցում պետք է լինեք, այդ ցավը տանը, որ այն անտերներն էլ չկան ձեր հետևից։ Ինչքան Տերը ձեզ դասիրակի, ինչքան մի հատ բերի ասի, այ աղբեր, քանի հատ գավազան ես օգտագործեմ։ Քանի անգամ ես ձեր զի գավազանով գամ, հիմա Պողոսն ասում է, ինչա սիրով գամ, թե գավազանով։ Հիմա սիրով գամ, թե գավազանով, ասեք։ Հերիքա էլ ինչքան ես համբերեմ ձեզ։ Ասես պիտի դառնամ օրինակելի։ Երկու շաբաթ չեկա, հովոն չեք ավել եկեղեցի, վсё, չել չգիտեմ ուրեր։ Ասֆալտ էր նկարում, տղեկ հետ եսի ինչեր էր անում։ Այն մտնում որ հովիվը երկու շաբաթ ստեղ չի, դուք պետք է ինչ ուզում եք անեք։ Էս ինչ բաց թողի վիճակա։ Երեք եկել եմ չեմ ճանաչում արդեն մարդկանց։ Մենակ Գևորգնա որ միշտ
Ինչ ասում ես Գևորգ, ասում է «Յա»։ Ասում ես ով կգնա, ասում է «Յա»։ Ասում ես «Էս ինչը կան», ասում է «Յա»։ Ես էլ ասում ընտանիքիս այդ չգիտեմ ինչ ա եղել, չեն գալի եկեղեցի։ Էդը չգան։ Իրանք են դուժելու։ Այսա տաթոին կկանչեմ ամեն օր կասեմ լարի աղոթքի։ Հələ գիտի տաթոնը տես քնելով։ Այ աղջի, ինչ ես քնե։ Ես այսօր կզանգեմ կասեմ տաթո, как штик, իրիկունը գասիս աղոթքի, ինքան կանչեմ աղոթքի վատանա։ Բայց աղոթքից չեն վատանում, այլ աղոթքից լավանում են։ Ժորժան լուշքի եկեք։ Միան ձեր խեղճ վիճակից դուրս եկեք ու հասկացեք ով եք դուք։ Դուք պետք է քայլեք, մարդիկ ընկնեն։ Դուք պետք է քայլեք, այն օծությունը այնքան պետք է ձեր վրա մեծանա, որ մարդիկ ընկնեն այդ օծությունից։ Բայց դուք էլ խեղճ բանը, ասես դևեկներն եկան, մեզի բան արեցին, սենց էսիկա արեցին։ Թազա մարդ է այսօր այստեղ նստած, գնաց Հայաստանում դևը ուզեց մի բան անի, ինքն հենց հաղթական եկավ։ Նոր մարդը ավելի շատ է հասկանում, քան դուք, այդ դախեր։ Այդ դախացած տունը մնացածներ։ Ինչքան պետք է ես դախ նստեք, այդ չգիտեմ ինչ եք դառե։ Հասել դե մենք արդեն են երկրի ծերերն են, գնացեք Երուսաղեմի ծերերի պես նստեք դատ վարեք։ Այն մարդ վեր կացեք սկսեք գործել։ Եթե իմ հետ ես ամեն ասա։ Ասա Աստված փնտրում է երկրպագուներ։ Ասա ես պետք է լինեմ իր երկրպագուն, Աստված փնտրում է երկրպագիներ։ Ոչ թե դատապարտողներ, ես չեմ ուզում ասա լինեմ դատապարտող, բողոքող, լացող։ Եկեղեցում ամեն օր լաց կա, ես լացում եմ։ Հետո Հիմա դու զինվոր ես, թե լաց կան։ Պատկերացնում ես գնացել ես պատերազմի դաշտ, մեկ էլ թշնամին վրետ ա եկել, ու դու պետք է սենց զինվորը ու երգես, էլի մենք հաղթող ենք, ես հաղթող եմ, լա։ Ու մեկ էլ սենց լացում եմ, դժնամին եկել է, բաբա, դժնամին եկել է, մեր լացում եմ։ Ինչ խղճացեք, ես մի քիչ կլացեմ, այդ թշնամին էլ կասի, մի հատ կխփեմ կսատակ ես։ Հասկացաք, բայց դու դուրս պետք է գաս դեպի դեմ ու ասես ես գիտես իմ միջինովա, այդ հա դու գիտես իմ միջինովա, այդ տղա էլ չէ, ես իմ ինչ լպրծում, դու գիտես իմ միջինովա, իմ մեջ ապրում Աստված, հալելույա, ասա իմ մեջ ապրում Աստված, մի խեղճացեք, ոչ մի բանի դեմ, ոչ մեկի դեմ, ուժեղացեք, այսօր ուժեղանալու ժամանակն է, հիվանդությունները պարտված են Հիսուսի զորավորանով, ասա հիվանդությունները պարտված են Հիսուսի զորավորանով, որտեվ ես հաղթել եմ, ասա ես հաղթել եմ։ Եվ ամեն ֆինանսական պրոբլեմն է ջախջախված այսօր Հիսուսի անունով։ Ասա ամեն ֆինանսական պրոբլեմը ջախջախված է Հիսուսի անունով։ Անեն արինը հնարավոր է դառնում այսօր։ Վախերը մեզ գերի են պահում։ Այ Հակոբ ջան, ինչ ես դες խեղճացե։ Ասա վախերը ինձ գերի են պահում։ Ես պետք է վախից դուրս գամ, տխրությունից դուրս գամ։ Հոգնել եմ ասա տխրելուց։ Այդ հա մի հատ աղջիկն ինչա կողքը չես կարող բերես դնես մի քիչ ուրախանաս։ Բայց աղբորը տման չանես, էլի որ այդ հաս բերես ու եկեղեցուց գնաս։ Կանայք, ես չպետք է հաղթեն։ Որ մի հատ կնիկ եք առնում, էլ աշխարի վերջն է այդ կնիկը, վերջ։ Այդ նաշեներ մի հուրի փերիներ էլ առածելն եք ասեմ հա։ Հիմա ինչ ասեմ էլ։ Որ հուրի փերի էլ առնեք, պետք է փերի չդառնաք։ Ամենքն էլ թերի են։ Այդ փերիները լավ էլ թերություններ ունեն։ Ոյազի զանգամ նստեմ կողը, դելացից հեռանամ։ Այդ տղայք, այդ նաշեններ լավ չէ, լավ եմ, չէ կարոզում։ Ասա ես հովիվը լավ ծբխելով այսօր գնում առաջալելու է տիրոջը, բա ինչ անեմ, ինչքան ես համբեր եմ, այ մարդ։ Հակոբ, կնկա գերի չդառնաս այդ տղա։ Հետո միացի ծաղայ աղբեր։ Հենո լուրջ ես կեր է։ Տենում եք որ հա, կևորս կնոջ գերի չի,
Ճիշտ այն օրը գցել էր, բայ, քանի անգամ էլ պսակվեմ, քո հետ կպսակվեմ, աշխարհում ինչքան կեղծավորություն անում, որ տաթոին շահի էլի։ Դուք հավատում եք դες բաների, ես չեմ հավատում, այն շորջան, այդ ինտերնետի ամեն ինչի համար սուտ է։ Այն մարդը, որ իլուր աշխարհից սկսում է ինչ-որ սիրում եմ քեզ, բայ, սենց մեռնում եմ քո համար, այդ սաղ սուտ է իմ համար։ Էդի սաղ տայնի է, էդի ով որ յավնի է հանում, էդի իմ համար աբսուրդ է։ Այն մարդը ինչ դու քո տան մեջ քո կնոջը չես կարում սիրես, կամ ինչ-որ բան ասես, որ դու իլուր աշխարհի ասես, վայ կնիկ ջասպասի ինտերնետ գցեմ, որ դու կարդաս ես քեզ սիրում եմ։ Շորջան լեուշկի եկեք, ես ասում զզվում եմ այդ ինտերնետից, ասում են, բավովը հետա մնացա։ Ինչ կա յավնի, այն անգամ Քրիստիկը մի հատ բան հաց ենք ուտում, նկարում է, որ կանտեն տանի, այնտեղ բանը հենոն ասում է, Քրիստ, եքո 40 տարեկան աղջիկ ես, փլավը նկարելու ես գցես, ստորի անես։ Հիմա ինչքան ասում փլավը նկարի ստորի անի, նույն Իշմայել չի անում։ Տեսակ դաստիարակվեց։ Երեք բազմաներ, սենց ուզում էր նկարեին, մեր ու աղջիկ նկարի, մեկ հիշեց հենոյի խոսքը սենց ամոթա կասեն չտեսեն, ես ինչ ենք անում կծենք։ Ասի բա, տեսակ։ Շորջան այդ ես լավ մեկ-մեկին բան արեք, էլի սենց սիրով են, սենց են միամիտ կիրովականություն նման ասեք, են լորեցու, միամիտ լորեցի ադես է, Քրիստ, բա դու 40 տարեկան աղջիկ ես, բա դու փլավը նկարում ես գցում ես, այսօր սաղ իրաց փլավները սենց իլուր աշխարհի փլավ են կերե, հասկացաք փլավ են կերե, մեկն են կերե։ Լավն է, չէ տեր, ասեք, ազատ ենք ուզում ապրենք, ոչ թե ինչ-որ հասարակության գերին։ Հասարակություն, տեսեք, այսօր բան եմ արել, այսօր չգիտեմ ինչ եմ արել։ Այ քեզ, այսօր կնկա սիրում եմ ես, այսօր ասում միենա կնիկը սա ու վсё էլ այդ տղա կարող է արդեն քո մոտ է ինչի։ Շորջան ուշքի եկեք։ Ազատ ապրեք։ Այդ ինտերնետը ձեզ փչացրել է։ Ինտերնետով նայում են, այս մեկի ամուսինը բանը սպիտակ ձիով եկավ, այն մեկինը եսիմ ինչով եկավ, սպասեք իմը սպիտակ ձիով չի։ Այ ախպեր ջան, այդսեղ ռեկլամ է, ոչ մեկն է սպիտակ ձիով չի։ Եվ այսօր ասում, տես սրա մարդ ես հարեց, այն մեկին ես հարեց, դու չես անում, այդսեղ ռեկլամ է, մի խապնվեք ռեկլամին։ Բավարարվեք նրանով ինչ որ ունեք, ձեր ամուսինը ամենալավն է, ռիփո քո ամուսինը ամենալավն է, տաթև քո ամուսինը ամենալավն է, ժոր ձեր ամուսինները եւ ամուսիններ ձեր կանայք ամենալավն են, այդ ինտերնետինը սաղ շինծու է, սարկած է, մի նմանվեք, ինտերնետով մի ապրի, հավատ ասում, ասես պիտի հավատամ եւ չվախենամ, կարևոր չի թե ինչ է կատարվում քո կյանքում հիմա, սա կարևոր չի, կարևորն այն է, որ երկինքը հետաքրքրված է ինձանով։ Կարևոր չի, ինչ է կատարվում քո կյանքում, կարևորը նա որ երկինքը քեզանով հետաքրքրված է։ Հակոբ, երկինքը քեզանով հետաքրքրված է։ Այս սիրուն աղջիկը շուտով կգա։ Բայց նախորդ դերես զգուշացեց, էլի ոնց որ աշխատանքը ձեզի գերի սարկեց, մեկ էլ կնիկը գերի չսարկի։ Ռիփոյս ուշքը գնաց, այ մարդ էսա ռիփոյին տեսնում ասում, էս ռիփոն նորից աղի, գիտեմ թե ատեն ազատվել էր։ Ասի տեր ջան պայի, մայլ չորորդը չնի ասեն հովիվներ մեղավոր։ Մի հատ հարևան ունենք, ասում են, այ մարդ թող լնենա, թող աղջիկը լնենա։ Հիմա աղջիկա շատը որն է։ Նո աղջիկա շատը որն է։ Մեկա պահելու ես ու քո կողքն են լնելու, փառքաստու, ամուսնանալու են, բայց անընդհատ քո հետ լավ են լնելու, անես փեսեք եք ունենալու, ամեն, ասա Տերը բարի է իմ կյանքում, փառք Աստծուն այսօր, ամեն, Աստված ուզում է նոր սերունդ, ասա նոր սերունդ է ուզում բարձրացնի, հզոր սերունդ է ուզում բարձրացնի, Երբ որ մենք հասկանանք, որ մենք այլևս խավարի գերության մեջ չենք, այլ լույսի մեջ ենք, մենք շատ բան կանենք։ Գիտեք, երբ որ
ես հանգստանում էի, բայց մեկը ուշքի միտքս դուք էիք։ Մեծ հովոյին տեսա երազում։ Դանդա տերը բոլորիդ մասին բաներ աստալի ու ասма տես ինչ որ բան ցույց տվեց ասեց ուզեց իր վրա մի բան աներ չկարացավ։ Գիտեք ուզեց իր վրա մի վատ բան աներ չկարացավ, որովհետև Տերը պահում է։ Ասա Տերը պահում է ինձ։ Եվ ցույց է տալիս որ պահողը ես եմ։ Եվ երկրորդ Կորինթացիների 5:17-ում ասում է եթե մեկը Քրիստոսում նա նոր արարած է, հաները անցան։ Ամեն բան նոր է։ Ասա այսօրվանից նոր կյանք եմ սկսում։ Ամեն բան նոր է։ Գրված է դուք քայլելու եք օձերի եւ կարիճների վրա։ Այսօր աշալի օր է։ Ասա Աստված ուզում է որ ես ու դու նոր մակարդակ բարձրանանք։ Ասա նոր մակարդակ։ Նոր մակարդակ։ Օրինակ ես այսօր առավոտը խորհուրդ էի տալի, ասում եմ երեխեք ջան, այդ մակարդակ չի, մի հատ ուրիշ մակարդակի տեղ հանգստացեք։ Նոր մակարդակ, ասա ամեն ինչ պետք է լինի մակարդակով, թե հանգստանալս, թե աշխատանքս։ Ես նոր զորություն եմ ուզում, ես նոր արարած եմ, հները անցան, ամեն բան նոր է։ Այսօր Աստված ուզում է որ դու նոր ճանապարհ անցնես եւ հաղթես։ Երկրորդ օրինաց 10:11-ում գրված է վեր կաց, արթնացիր, մի քնի։ Վեր կաց, արթնացի, վեր կաց, ասա վեր կաց, արթնացի։ Ինչ որ մեկին հրիվ ասա վեր կաց, արթնացի։ Թող քո կյանքը լցված լինի Աստծո ուրախությամբ, ասա ուրախություն եւ դարձյալ ուրախություն։ Ուրախություն, Էդգարին ինչի չի պետք է ուրախանա, 10 քանի կիլո չաղացավ, քանի կիլո չաղացար այդ տղան։ Քանի կիլո չաղացավ քո տղեն։ Ինչ կա։ 18 կիլո չաղացել է։ Արիստը մի հատ վազելով արիստը։ Օր կորքի սիմպո տղա ես, այն ինչ էր։ Սիս նիար չէր չաղադում։ Աղոթել ենք տեսեք 18 կիլո ավելացել է։ Արի մի հատ պաչեմ քեզ, արի սիմպաթիշտի ջան։ Բարև համովս։ Նայեք, եւ մեզ դիտողներ նայեք։ Այս տղան նիհար։ Խեղճ։ Աղոթեցինք 18 կիլո, գիտեք քիչ է 18 կիլո, այդ 18 կիլոն ինձանից տաներ էլի։ Օրտնված լինես։ Տեսնում եք Աստված ամեն բան կարող է, նիհարին կարա չաղացնի, չաղին էլ կարա նիհարացնի։ Տկարին կարա ուժեղացնի, հիվանդին կարա բժշկի։ Ես նոր արարած եմ, հներ անցան, ամեն բան նոր է։ Մատթեոս 28:18-ում ասում է ամեն իշխանություն ձեզ տրվեց։ Մնում է համաձայնել, ասել ես իշխանություն ունեցող մարդ եմ։ Իշխանություն։ Աժորջանի թեքիա չէ, որ Մովսեսը գավազանը բարձրացրեց իշխանության նշանն է։ Գավազանը բարձրացրեց եւ կարմիր ծովը ճեղքվեց, երկու մասի բաժանվեց։ Բա դուք այսօր ինչեր եք ճեղքում։ Ինչեր եք ճեղքում։ Մենք այսօր շատ եկեղեցիներում շատ մարդիկ գլորվելով ման են գալիս դեռ։ Կառավարում են իրանց դևերը եւ իրանք ախպեր։ Լման դու կողքից նայ ասում նորմալ է։ Հենո նորմալ է։ Ժողովուրդը մի հատ հետ եկեք ու Քրիստոսին նայեք ու նմանվեք Աստծուն։ Դուք պատկերացնում եք Քրիստոսը ճոճվեր երկրի վրա։ Խմեր ու սենց ճոճվելով սենց քյարթում անգար։ Այդ լավ տղություն չէ, դա թույլություն է։ Դուք գերեք, դուք թույլ եք։ Եթե դու հələ այս կոմեն ամբողջ օր աղջիկների եք նայում, դուք թույլ եք։ Եթե ամբողջ օր ինտերնետով աղջիկ եք մանգալի, դուք թույլ եք։ Եթե աղջիկները ամբողջ օր տղա են մանգալի, թույլ են։ Գերությունից դուրս եկեք։ Նայեք Աստծուն։ Ասա ես այսօր նայում եմ Աստծուն։ Եթե դու նայում ես մարդկանց գրպանակներին, ով քեզ ինչ կտա, դու թույլ ես։ Այսօր քուրերից մեկն ասում է, շոր թափ տվեք ձեզի, մի հատ նորից սենց երկնքին դիմեք։ Գումար ուզելուց երկնքը դիմեք, տեսեք ոնց է թափվում անձրևները։ Երկնքին ասեք, երկինք, մենք ունենք կարիք։ Երկինք թող գա հորդառատ անձրևները եւ թող մեր ժողովուրդը ոչ թե կախված լինեն աշխատանքից, այլ Աստծուց եւ այդ աշխատանքը կօրհնվի
Ես ես լուրջ բան եմ ասում։ Մի դադարեք երազելուց, մի դադարեք աղոթելուց, ամեն բան հնարավոր է Աստծո համար, ամեն բան, մի դադարեք աղոթելուց, ամեն բան հնարավոր է, երբ Աստծուն ես հավատում, ամեն բան, ասա ամեն բան հնարավոր է, ամեն իշխանություն ինձ տրվեց, Հովանու 15:10-ում գրված է, ոչ թե դուք եք ինձ ընտրել, այլ ես եմ ձեզ ընտրել, որ դու գնաք ինչ անեք, գիտեք ինչի համար է կանչել ձեզ Աստված, որ գաք ստեղ կիրակի օրեր նստեք, հելնե գնաք, հետո գնաք ձեր գործին, հետո գաք ստեղ նստեք մի օր պաշտեք Աստծուն ու գնաք, ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի, որ գնաք պտուղ բերեք և ձեր պտուղը մնա, Աստված մեզ կանչել է պտուղ բերելու համար, Օրինակ, մարդիկ կան եկեղեցում, որ ջերմեռանդ աղոթողներ են, ջերմեռանդ, փառք Աստծո էս մարդկանց համար, գիշեր ու ցերեկ աղոթում են, պայքարում են, մեր քուրը գնաց Հայաստան, ահավոր վիճակի մեջ ընկավ, եկեղեցին աղոթում էր, եթե եկեղեցին չաղոթի, բա մարդը ոնց բժշկ, եթե չկա եկեղեցի, եթե չկա աղոթող, դու Աստծո գործի մասնակից եք, հասկանում եք, դուք աղոթեցիք, Աստված լսեց, Աստված աղոթ լսող Աստված է, գիտեք այսօր մեր երկիրը մեր կարիքը ունի, գիտեք մի ծիծաղալել բան եմ ասում պատմեմ, իմ կյանքից, ով ենք մենք, ինչպիսին ենք մենք, ես գնացի Հայաստանում լիքը տարբեր ազգեր կան, վերջը հնդիկներ, պարսիկներ, ռուսներ, շատ, մեկ էլ սենց բան այլի բարսոնոս ով են եկել են տիրացել են մեր երկիրը բան, բա դու ով ես, որ ես քանտարի ուրիշ երկիրում տիրացել ես, եկեք բռնացնենք մեզ, ուրեմն օդանավակայանում Մոսկվայում գնում եմ, ու ռուսներ են կանգնած իմ հետ հերթի մեջ, ես պիտի նստեմ հայկական դե ինքնաթիռ, պետք է գնամ Երևան, Սրանք մեր վրա մունատ են գալիս, այս կարգ պաշտպանեք, այս արեք, կարգ ենք պաշտպանում ու ասում եմ, այ մարդ ասում եմ, հələ նայ մեր երկիրին հետո մեր վրա մունատ են գալի ու ինձ բռնացնում ասում 30 տարի ես իրանց երկրում եմ ապրում, հələ փորձվեն սրանք մեր վրա մի հատ մունատ գան, գիտես մենք իշկան ենք, ասենք, նացիստ եք դուք, այո մենք նացիստից էլ նացիստ ենք, ես ինձ բռնացրեցի, ասի ես ինչ վատն եմ ես, Հələ չեմ գնացել, արդեն հպարտացել եմ, թե դուք ով եք մեր երկիր եք գալի, իմ երկիրն է, մի օր սրանք չասեցին, բայց իմ երկիրն է, ու ես գնացի այնտեղ փոխվեցի, գնացի բոլորին նայեցի քաղցր աչքով, այո, լավ է, թող գան, տուրիստները թող լցվեն, թող մարդիկ գան, թող շատանան, թող երկիր առատություն բերեն, սա օրհնություն է, ամեն, Բայց մենք պետք է մտածելակերպ փոխենք, Ժորժ ջան, եթե դու քեզ բռնացնում ես մի հատ սխալի մեջ, ապաշխարի։ Այսօր Հովանես եղբայրը ստեղից ասում էր, ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է։ Ապաշխարի, ես ապաշխարեցի։ Մի անգամից իմ սխալը տեսա, թերությունս տեսա, ասեցի, վայ Տեր ջան, ինչ վատ մարդ եմ ես։ Բայց այս երկրում 30 տարի ապրում եմ արդեն, մեկը ինձ թթուխոս չի ասել։ Ես գնաց, ուզում եմ, հələ չեմ գնացել, արդեն այս մարդկանց ուրիշ աչքով եմ նայում։ Պորոսներ եմ։ Ժորժ ջան, մենք եթե չփոխվենք, եթե մեր վատ տեղերը չտեսնենք ու չփոխենք, մեզ շատ վատ է լինելու։ Աստված ուզում է փոփոխություն։ Աստված ուզում է, որ մենք մեր իշխանությունը կարողանանք օգտագործենք ոչ թե մարդկանց վրա, այլ թշնամու զորքի վրա, Հիսուսի անունով, ամեն։ Աստված ուզում է, որ դու աղոթես և տեսնես Աստծո զորությունը, ասես պիտի աղոթեմ, որ տեսնեմ Աստծո ամենակարողությունը, եթե չես աղոթում, եթե չես կարդում, որտեղ ես տեսնես Աստծո ամենակարողությունը։ Գիտես, երբ որ նախորդ կիրակի նայում էի ծառայությունը, Հենոն էր ծառայում, հետո ծառայությունից հետո Հենոին ասում են, այ մարդն էնց է ծառայում, ոնց որ Լելի տղեն ելնի, տենց է։ Ժորժ ջան, մենք նույն հոգու մեջ ենք։ Եթե ուրիշ հոգուց լիներ, լավ չէր լինի, բայց նույն հոգուց ենք մենք։ Տերը օրհնի բոլոր ծառայողներին, բոլոր այն պատրաստ մարդկանց, որոնք ամեն ժամանակ պատրաստ են Աստծուն ծառայելու, ամեն։ Շուտով ավարտում եմ։
Եփեսացիների 4:7-ում գրված է. սրա համար ասում եմ ձեզ, թե վեր ելավ բարձրը, գերի արավ գերությունը եւ մարդկանց պարգևներ տվեց։ Այն վեր ելավը ինչ է, եթե ոչ առաջ իջավ երկրի ցած կողմերը։ Այն վարիչ տողը նույն ինքն է, որ ամեն երկինքներից ավելի բարձր վեր ելավ, որ ամենը լրացնի։ Քրիստոսը լինելով Աստված, ամենաներքևի մասերը իջավ։ Ամենաներքևի մասը իջավ։ Եվ հետո Աստված նրան բարձրացրեց եւ այնքան մեծ անուն շնորհեց, որ ամեն անունից վեր է։ Սկզբից խոնարհվեց, հետո բարձրացավ։ Ամեն ծունկ պիտի ծռի եւ ամեն լեզու պիտի դավանի, որ Հիսուսը Տեր է, որտեւ նա խոնարհության գագաթնակետն է։ Նա սկզբում խոնարհվեց, առանց խոնարհվելու չես բարձրանալու։ Աստված ուզում է, որ նախ մարդը խոնարհվի եւ ճանապարհ անցնի։ Երբ որ անհանգստություն եւ խնդրեմ է գալիս, դա քեզ կսպանի, եթե դու տրվես դրան։ Անհանգստություն եւ խնդրեմ մի ունեցիր, այլ ամեն ժամանակ փառաբանեցեք Տիրոջը, որտեւ Տերը բարի է։ Եկի կանգնենք Տիրոջ առաջ։ Պետրոսը, երբ որ ընդամենը մեկ ձուկ չէր կարող բռնել, մեկ ձուկ, հանդիպեց Աստծուն, հանդիպեց Տիրոջը, եւ նրա ուրկանները այնքան շատ էին լցվել, որտեղ ու դադար չկար։ Գուցե դու այսօր կարիքի մեջ ես, ֆինանսական խնդրի, գուցե կան հիվանդություններ, գուցե կան գերություն, վիրավորանք, ցավ, տառապանք, անքնություն, ես այսօր եկել եմ քեզ ասեմ հանդիպի Քրիստոսի։ Տիրոջ ներկայությունն է միայն, որ փոփոխություն է առաջացնում, Տիրոջ ներկայությունը, հանդիպի Տիրոջը։ Եվ կտեսնես առատություն, եւ կտեսնես, որ քո ցանցի մեջ, որ դու գնաս լես ձուկ բռնես, լցվում են ձկները, ամեն։ Նունե քուրջան, լեցում պիտի լինի քո գանձանակի գումարները։ Թող ամենակարողի զորություն իջնի այսօր մեզ վրա, սա ամենակարողի զորությունը։ Եվ Տեր այսօր ուզում է, որ ես եւ դու երկրպագինքի կաղոթենք, սիրելի Աստված։ Մենք չենք ուզում այսօր գերի լինել ոչ մեկին եւ ոչ մի բանին։ Մենք ուզում ենք ազատություն։ Մենք խնդրում ենք, սիրելի Տեր, որ գա քո ազատությունը եւ քո անկախությունը, որտեղ դու ասել ես, եւ այն օրը կլինի, որ քո վրայի լուծը վեր կառնեմ։ Եվ կպատառեմ քո ուսիցը եւ նրա լուծը քո պարանոցի վրայիցը։ Եվ լուծը պիտի կոտրվի ճարպի պատճառով։ Օծությունը քանդում է ամեն կապանք։ Ասես նորոցություն եմ ուզում, թարմոցություն եմ ուզում։ Եվ ես ուզում այսօր բանտից դուրս գամ։ Օծված մարդը չի կարող բանտում լինել։ Ասա բանտը պարտված է։ Մովսեսը պիտի ժողովրդին ազատեր գերությունից։ Փարավոնը բարկացավ, ով ես դու։ Ինչպես ես համարձակվում այդ անել։ Ով ես դու։ Եվ նա գիտեք ինչ պատասխանեց եւ ասեց. ես եկել եմ նրա անունից։ Ես եկել եմ Աստծո անունից։ Ես եկել եմ, որովհետեւ նա եմն է։ Նա է առաջինը եւ վերջինը, եւ փարավոնները լռում են։ Երբ որքան էլ փարավոնը թույլ չէր տալիս, որ Մովսեսը եւ ժողովուրդը Եգիպտոսից դուրս գային։ Մեկ բառ էր պետք, ինձ եմն է ուղարկել։ Եթե ինչ-որ դժվարություններ են եկել քո կյանքում, մարդիկ եկել են եւ ասել են, ով ես դու, որտեղից եկար, եւ ինչ ես ուզում անել, ինձ եմն է ուղարկել։ Ես ունեմ ամենակարող Աստված, ես նրա անունով եմ եկել, նրա անունից եմ հանդես գալիս։ Մարդիկ սիրեն ձեզ։ Երբ որ դուք իրական Աստծո մարդիկ դառնաք, մարդիկ սիրեն ձեզ, չեն ատելու։ Դեպետ գրված է, որ եթե Հիսուսին ատեցին, ձեզ էլ կատեն, երբ որ տեսնեն Աստծո լույսը ձեր մեջ, երբ որ սկսեք օգնել մարդկանց, ազատագրել մարդկանց ամեն տեսակի գերություններից, օգնեք մարդկանց։ Աղոթեք մարդկանց համար, սիրեք մարդկանց։ Պետք է դուրս գալ աշխարհ եւ սիրել աշխարհի մարդկանց։ Լավ է, որ մենք իրար սիրում ենք, շատ լավ է։
կարոտել էինք, չէ, իրար տեսան, կարոտել էինք, ինչ հաճելի էր, մենք քեզ կարոտել ենք, մենք իրար կարոտում ենք, բայց կան աշխարհում մարդիկ, որ սիրո կարիք ունեն, բայց կան աշխարհում մարդիկ, որ Քրիստոսի կարիք ունեն, գերի են, բռնված են վախերով, ցավերով, հիվանդություններով, մեղքերով, բռնված են մարդիկ։ Եվ պետք են մարդիկ, որ գնան նրանց ասես, գիտես Հիսուսը սիրում է քեզ, գիտես Հիսուսը կարող է քեզ ազատել, գիտես Հիսուսը, բայց եթե դու ազատ չես, ինչպես մարդկանց ասես, ես քեզ կազատեմ, եթե դու ազատ չես։ Եթե դու հիվանդ ես, ինչպես մարդկանց կարող ես ասել, ես քեզ կբժշկեմ, մարդիկ կասեն, լսի հիվանդ, նախ քո անձը բժշկի։ Եթե դու մարդկանց ասես, ես քեզ Քրիստոս եմ քարոզում, բայց դու Քրիստոս չունես։ Ժամանակն է, որ մենք խնդրենք նորոծություն։ Տեր, դուր մեզ նորոծություն։ Աղոթում եմ սիրելի Աստված, որ գաս քո ներկայությամբ քո ժողովրդի մեջ, օգնիր Տեր, որ ճանաչեն քեզ ավելի։ Դու ազատել ես մեզ բանտից։ Շնորհակալ եմ, որ մեկ օր եկար գերիներին ազատում արձակելու, գույրերին տեսողություն տալու, խուլերը, որ լսեն, կաղերը քայլեն, Տիրոջ ընդունելի տարին հռչակվի, սիրելի Հիսուս։ Շնորհակալ եմ, որ դու քո մեծությունը դրեցիր մեր մեջ, քո իշխանությունը, քո հոգին դնելով մեր մեջ, մեզ բացատրեցիր ով ենք մենք։ Եվ ամեն խավարի իշխանությունը այսօր պարտված է Հիսուսի զորավոր անունով։ Տեր, շնորհակալ եմ։ Խոնարհվում եմ քո գահի առաջ։ Շնորհակալ եմ քո ժողովրդի համար եւ այսօր հռչակում եմ լիարժեք ազատագրություն եւ բժշկություն քո ժողովրդի մեջ, մեծ դիտողների կյանքում։ Թող գերիները ազատվեն, թող ընկածը բարձրանա, թող հիվանդը բժշկվի, թող կույրը տեսնի, թող կաղը քայլի, թող Տիրոջ ընդունելի տարին հռչակվի եւ թող անկարելին կարելի դառնա եւ թող ֆինանսական դժվարությունները ճեղքենք եւ այսօր դուրս գանք խավարի գերության դեմ եւ հայտարարենք երկրի առաջ եւ ասենք մեր Աստված հաղթել է 2000 տարի առաջ նա հաղթել է աշխարհին, նա հաղթել է խավարի գերության ամեն իշխանությանը եւ ես այսօր բարձրացնում եմ քո ձեռքերը այստեղից եւ ասում դու հաջողված ես եւ թշնամին պարտված է եւ եթե թշնամին մեկ ճանապարհով գա Տիրոջ երեսից 7 ճանապարհով պիտի փախչի եւ 1000-ը քո կողքից կընկնեն 10,000-ը մյուս կողքիցդ կընկնեն բայց քեզ ոչ մի վատ բան չի լինելու չար բան որտեվ ամեն քո դեմ շինած գործը չի աջողվելու եւ ամեն լեզու որ դուրս գա քո դեմ դատաստանի պիտի դատապարտվի Հիսուսի անունով սա է Տիրոջ ծառաների ժառանգությունը ամեն Տերորդի սիրելի եկեղեցի չորեքշաբթի օրը անպայման ունենք ծառայություն, ծառայողական եւ խնդրում եմ բոլոր ծառայողներին, որպեսզի անպայման լինեն ծառայության։ Հինգշաբթի օրը մենք ծառայենք Կլին քաղաքում, ուրբաթ օրը կլինի աղոթքի ծառայություն, կիրակի օրը ժամը 11-ին, Ժորժան, ժամը 11-ին ծառայության պաշտամունքի օր եկեք պաշտենք Աստծուն։ Գիտեք, վկայության խոսք կա, բայց մինչև վկայության խոսքը ես ուզում եմ այսօրը կանչել առաջ Աստղի Քրոջը, մեր շատ սիրելի, մեր շատ բոլորիս կողմից սիրված, հարգված, տեսնված, Աստծո կողմից ընտրված եւ մեր կողմից տեսնված ու սիրված Աստղի Քրոջ ծննդյան օրն է։ Եվ ես ուզում եմ շատ մեծ օրհնություններով օրհնել իր ընտանիքը, քո հետ միասին, այս մարդը լավ մարդ է, թասիվով մարդ է, օրհնված մարդ է, Աստծո մարդն է։ Եվ Աստծուն ինքան նվիրյալ է, Տերը շատ օրհնի քեզ, շնորհակալ եմ, որ քեզ ունեմ, Տեր շնորհակալ եմ զավակիդ համար, սիրելի հայրս, խնդրում եմ նոր օրհնություններով օրհնել զավակիդ, հատուկ օծություն և հատուկ նոր օրհնություն եմ խնդրում, անձի մտք և հոգու մեջ Հիսուսի զորավոր անունով, Տեր Աստված ես, ես խնդրում եմ նորոգես միտքը, հոգին, զորացնես էլ ավելի, որ շատ շատերին ծառայի, բազմությունների ծառայի, որ ինչպես որ դու ես նրա ձեռքերը բարձրացրել, նա շատ շատերի ձեռքերը բարձրացնի Հիսուսի զորավոր անունով։ Տեր ջան, նորոծություն եմ խնդրում, օծիր նրա ձեռքերը, որ հիվանդների վրա ձեռ դնի և հիվանդները բժշկվեն։ Շնորհակալ եմ Տեր։ Տեր Աստված, օրհնում եմ նրա սերունդը, սերունդների սերունդը, օրհնում եմ նրա շուրթերը, նրա աղոթքի կյանքը, ծառայությունը, եւ թող շատ շատերը նրա մեջ Աստված տեսնեն
եւ գա Տիրոջ հոգին եւ ապաշխարության զորության հոգին Հիսուսի անունով ամեն Տեր օրհնի սիրելի եկեղեցի մեր քույրը վկայության խոսք ունի մի երկերքենք հետո վկայության խոսք խոսենք լավ Քո փառքը Տեր, տեսնել դուր մեզ Խորանը քո կանգնեցրում էր մեջ Քո ծառաներին ասպարես դու Քեզ օրհնողներին նոր երգեր դու Թող քո որդիները յետարանան ու դու գան նորոգիր մեզ Տեր Նորոգիր դու մեզ, գոհությամբ լցրում ես, լուսավորիր մեզ, ու մոտեցրու քեզ, նորոգիր դու մեզ, գոհությամբ լցրում ես, թող գա ոտքի հոգին մեզ վրա Քո փառքը Տեր, տեսնել դուր մեզ Խորանը կանգնեցրում էր մեջ Քո ծառաներին ասպարես դուր Քեզ օրհնողներին նոր երգեր դուր Թող քո որդիներն յետարանան ու դու գան նորոգիր մեզ Տեր Նորոգիր դու մեզ, գոհությամբ լցրում ես, լուսավորիր մեզ, ու մոտեցրու քեզ, նորոգիր դու մեզ, գոհությամբ լցրում ես, թող գա ոտքի հոգին մեզ վրա Հավիտյան քեզ մոտ միայն կասեր և օրհնություն Քեզ մոտ միայն կա ուրախություն Քո ծառաներին ասպարես դուր Քեզ օրհնողներին նոր երգեր դուր Թող քո որդիներն յետարանան ու դու գա Նորոգիր մեզ Տեր և քո սիրով լցրու Նորոգիր դու մեզ գոհությամբ լցրում ես լուսավորիր մեզ ով մոտեցրու քեզ նորոգիր դու մեզ գոհությամբ լցրում ես Թող գա ոտքի հոգին մեզ վրա Թող գա ոտքի հոգին մեզ վրա Ես շատ շնորհակալություն եմ հայտնում ես նոր եմ ապաշխարել, ես շատ մեծ փորձություններ տարա, ես հրաշքներ շատ տեսա, ես իմ ճանապարհը փակվել էր, Փառք Տիրոջը, շնորհակալ եմ Աստծուն, ես ահավոր հիվանդություն իմ մեջ առաջացավ, մի շաբաթ ես հիվանդանոցում պարկեցի, փառավորի Տերս, շնորհակալ եմ ես իմ Տիրոջից Ես մի քիչ ինքը հուզած է, չկարողանում
Այստեղ իրան ճանապարհը փակվել էր, նո ռեստոր էինք ցել, գնացել էր Հայաստան։ Գնում է Հայաստան եւ Հայաստանում հիվանդանոց հանքն։ ու փառավոր ես վարվում է, այրվում է, իրոք այրվում է։ Չէի պատկեր, ես իրոք Աստծուն խնդրում եմ Աստված, եթե ունեմ կտոր հաց թողեք ուտեմ, ես ջերմություն էր ինձ, ես շնորհակալ եմ Աստծուն, որ ես Այ ինչ ցույց տուր այն վերքերը, որ քո վրա կար։ Մի հատ խնդրում եմ, որ ցույց տաք, ինչ էր իր այդ կատարվում։ Հիմա ինքը ցույց կտա, թե ինչպիսի վերքեր եւ ինչպիսի այրոցներ ա ունեցել եւ տեսեք մաշկը, նայում եք, տեսեք ինչ էր կատարվում իր հետ։ Եվ ոչ մի բան չէին գտնում բժիշկները։ Տվեք ես մի քիչ մեծացնեմ։ Պատկերը տեսեք, ինչպիսի պատկեր էր եղել եւ հաղորդում էին, չէ, եկեղեցու քույրերը ժորթաղոթում էին եւ աղոթքից հետո ու աղջիկս Տոմսը վերցրեց մամաս, ասի, չգիտեմ, ես վիճակով ոնց կամ, ասես մամ Աստված քո հետ արի։ Ես ամալոտից իջել եմ, եկել եմ մտել եմ իմ օջախի մեջ, մի հատ ամպուլ ա եղել։ Էդի ամպուլը չէր, էդի Աստված էր։ Ամեն։ Էդի Աստված էր։ Ես առավոտել եմ, դաժե մի հատ հետք չկա իմ վրա։ Տիրոջ, շնորհակալ եմ, փառավորվի Տերս։ Եկեք աղոթենք Քրոջ համար։ Սիրելի հայր, շնորհակալ եմ, որ զորացրեցիր, պահեցիր, ինչպես որ տարար, այնպես հետ բերեցիր, բայց տեսավ քո փառքը, թե ինչպես է լինում Աստծո բժշկությունը, եւ դուք մեկ վայրկյանում, մեկ ակնթարթում բժշկեցիր զավակիդ, խնդրում եմ պահես, պահպանես ամեն տեսակի փորձություններից։ Դեվ դու պարտված ես եւ երբեք այլևս չես կարող մոտենալ այս մարդու ոչ անձին, ոչ հոգուն եւ ոչ մտքին Հիսուսի անունով։ Եվ ես այսօր հայտարարում եմ երկնք եւ երկրի առաջ լիարժեք բժշկություն, ազատագրություն, օրհնություն իր եւ իր ընտանիքի կյանքի մեջ, զավակների կյանքի մեջ Հիսուսի անունով եւ թող Աստծո նորոզությունը, թարմոցությունը, զորությունը իշտի զավակիդ կյանքի մեջ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Տեր օրհնի։ Ամեն, Տեր օրհնի, թող որ ամեն օր մենք դուրս գանք աշխարհ եւ եթե աշխարհի մարդիկ հիվանդ են կամ ունեն կարիք դուրս գանք եւ մարդկանց խոսենք որ մեր Աստված ամենակարող է ամեն Տեր օրհնի մեկ երկով ավարտենք մեր ծառայությունը Աստված Սլավիկին վիրահատություն պետք է լիներ սրտի կլապան պետք է փոխեին Աստղի քույրիկին ձեզ խնդրեցի ու հրաշքով ներկա վիրահատել են շատ լավ անցել Փարտիրոջ Արիսլավ Փարտիրոջը Փառավորվի Տերը շնորհակալ եմ Աստծուն ես ինքան հրաշքներ ա կատարվել իմ հետ ես լիքը հրաշքներ ա ձեր կյանքում կատարվելու բայց մեր ժողովրդի նման չդախանակ նստեք ձեր տեղը բոլորը անպայմանալ իրանք դախ են բայց դուք նոր եք էլի դուք Տերը օրհնի ձեզ բարի գալուստ Աստծուն Սիրելի հայրս խնդրում եմ զավակիդ համար օրհնես զավակիդ օրհնես Սլավիկին Տեր Աստվածը շնորհակալ եմ որ պահեցիր իր կյանքը որ պահում ես իր կյանքը Տեր Աստված թող սրտի ամեն զարկերը քեզ պատկանեն եւ լիարժեք լիակատար բժշկություն եւ օրհնություն իջնի զավակիդ կյանքում այսօրվանից եւ թող քո զավակը ճանաչի քեզ ավելի եւ ավելի թող օրհնվի եւ Աստծո փառքը պատմի հավիտյան ամեն օրհնյալ լինեք ամեն Սեր այս երկից հետո մեր ծառայությունը ավարտված է եւ մի մոռացեք որ մենք ունենք միջանկյալ ծառայություններ Եվ միջակյալ ծառայություններից հետո էլ տնային ծառայություններ։ Եկեք ծառայենք Աստծուն, ամբողջ սրտով, ամբողջ հոգով եւ մեր ողջ էությամբ։
կերքեմ Դավիթի նման Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի կերքեմ Դավիթի նման կերքեմ Դավիթի նման կերքեմ Դավիթի նման Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի կաղոթեմ Դանիելի նման Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի կաղոթեմ Դանիելի նման կաղոթեմ Դանիելի նման կաղոթեմ Դանիելի նման Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի կներեմ Հովսեփի նման Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի կներեմ Հովսեփի նման կներեմ Հովսեփի նման կներեմ Հովսեփի նման Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի կսիրեմ Հիսուսի նման Երբ Սուրբ Հոգին իմ մեջ գործի կսիրեմ Հիսուսի նման 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 Ամեն